Ձեզ ենք ներկայացնում մամուլի հրապարակումները մեկ տողով։ Հրապարակը գրում է. չնայած կպականները վերևից հրահանգ են ստացել կատաղի մարտել մղել հոգևոր դասի դեմ մասնավորապես կուսակրոնության թեմայով, սակայն միշտ վարձանգված մտահոգ է, որ Փաշինյանն այս աղմուկի տակ վտանգավոր այլ հարցեր է ուզում լուծել։ Ժողովուրդը գրում է. Նիկոլ Փաշինյանն ու իր թիմը չեն պատրաստվում նահանջել եկեղեցուն ու վեհապարին վարկաբեկելու Գարեգին II-ին եկեղեցուց հեռացնելու հարցերում։ Իշխանությունները կոմպրոմատներ են հավաքել վեհապարի ու նրա շրջապատի մասին։ Հրապարակը գրում է. Հայաստանում ռուսական կապիտալով գործող խոշորագույն ընկերությունները վերևից հրահանգ են ստացել այլևս բարեգործական ծրագրերի տարբեր հիմնադրամների միջոցառումների ֆինանսավորում չիրականացնել։ Հրապարակը գրում է. 44-օրյա պատերազմի քննիչ հանձնաժողովի զեկույցը գաղտնի են պահում, որ նախընտրական շրջանում դրոշակ դարձնեն։ Անդրանիկ Քոչարյանն անգամ հանձնաժողովի անդամներին թույլ չի տալիս ծանոթանալ զեկույցին։ Հրապարակը գրում է. Փաշինյանի 3 սենյականոց բնակարանը վաճառվել է 45 միլիոն 500 հազար դրամով, գնորդը Հայաստանի քաղաքացի չէ։ Ժողովուրդը գրում է. իշխանությունը ստեղծել է գումարների ենթադրյալ վատման նոր մեխանիզմ հոգաբարձուների խորհրդի նախագահ Նիկոլ Փաշինյանն է։